Իմ կարծիքը այն է, որ այս փաստաթուղթը, որ նրանք սվիների ուժով, զորով փորձել են ընդունել, շատ նման է լինելու այս ռեժիմի մահախոսականին, այսքանը։ Ուրիշ հարց։ Պարոն Սեֆիլյան, որքան է շարունակվելու նստացույցը, ուրբաթ օրվա հանրահավաքին է կայացվելու այդ որոշումը։ Այո, մենք հեռանկարային ծրագրերի հետ կապված ուրբաթ օրը կասենք, բայց մի բան հստակ է, այստեղ ելույթ ունեցողներն շեշտեցին, ես էլ կրկնվեմ, դեկտեմբեր 1-ի պայքարը, մեկնարկը սկսել է, հեղափոխությունը սկսել է, մենք շարունակելու ենք այս պայքարը մինչև վերջ։ Այսքանը։ Ուրիշ հարցեր։ Անշուշտ պայքարը ունի իր ընթացքի դրամաբանությունը։ Մենք երբեք այնպես չենք անելու, որ ընթացքում մեր ժողովրդին վնաս հասցնենք կամ ձևավորվող գորիզը եւ այդ գորիզի շուրջ օրորի մեծացող շրջանակը վնասվի, մենք ցախողելու իրավունք չունենք։ Դրա համար երբ ինձ հարց էին տալիս, թե երբ է լինելու, ես ասում էի, որ մենք կարող ենք հանգրվանների վճռորոշ ժամկետները նշել, սակայն վերջնական հաջողության ժամկետ նշելը ոչ ոքին հնարավոր չէ։ Ինչպես բոլորը գիտեք նաև, որ այս օրերին մի շաբաթ է արդեն բաց երկնքի տակ այս ռեժիմը ցուցաբերում է իր ամարտկայնությունը թողնելով որևէ վրան խփվի այստեղ։ Մենք բարբերաբար փորձ արել ենք այս բանից այդ փորձը կատարվում է։ Մենք հերթական անգամ այս գործողությունով հորդորում ենք այս ամարտկային ռեժիմին, որ հետ կանգնեն իրենց ամարտկային որոշումից, միաժամանակ ցույց ենք տալիս աշխարհին, թե ինչպիսի անմարտկային ռեժիմ է գործում, կառավարում մեր երկրում։ Այսքանը։